Հետ պարոն Ստեփանյան, ինչպես կբացատրեք այս ամենը, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է հերթական վախերի դրսևորում։ Ձեր ներկայությամբ առևտրի եւ գովազդի վարչության պետին հարց տվեցինք, ինչ հիմքով են, նորից սկսվեց այդ իրենց ներողություն ցրողական պատասխանը, այս օրենքի համաձայն ես հարց եմ տալիս։ Հյուսիսային պողոտայում մարդիկ օրենքով սահմանված կարգով տեղադրել են վահանակների վրա նկարներ, որտեղ միայն գրած է ազատություն Սամվել Կարապետյանին, հայ մարդու։ Չի կարող պատասխանել ինչի համար են, որովհետև մարդիկ բոլոր վճարումները ունեն, օրենքով սահմանված կարգով արել են։ Տեսեք, այնտեղ չկարեցա պատասխանել, հիմա ուզում էր նույնը այստեղ է, ապօրինություններ, վախի դրսևորում, ուրիշ ոչ մի բան։ Ովքեր հայամետ են, ովքեր հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնած են ու ներողություն բառի համար դուխ կանեն, այդ դուխը չի, էլի դուխ կանեն կարտահայտվել, արժանանալու են այսպիսի բաներին։ Մարդիկ նկարից վախում են։ Հա, խնդրեմ, ապամոնտաժում են, ինչպես հյուսիսային պողոտայում եկան ապամոնտաժեցին, այդ էկրաններն էլ հետները հավաքեցին, տարան անօրինական, նույն վիճակը ստեղ է, հիմա նայեք, խնդրեմ։ Պողոտայում ասում են չափերին չի համապատասխանում։ Իրանք ինչ ուզեն կարողան ասել, այս մարդկանց մի լսեք, սրանք ստի ու կեղծիքի կայսերներն են։ Ոչ մի բան իրենց ասածներին հիմք մի ընդունեք։ Կռիվ ա գնում հայամետության դեմ։ Որևէ ենթատեքստ, ինչ որ վախեր նկատում եք։ Միանշանակ ես սկզբից ասացի, վախերի դրսևորումն է։ Վախում են Սամվել Կարապետյանից, քանի որ հասկացել են, որ այս մարդու կողքին համախմբում կա, որ այս մարդու չկարողացան կպցնել ոչ կոռուպցիոներ, ոչ թալանչի, ոչ պետական պաշտոնյա, ոչ մի բան չկարողացան, մարդը մի հատ իրան թույլ տվեց, որը որ բոլորն են իրենց թույլ տալի, որ կանգնելու ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, որ ոչ մի խմբակ չկարողանա ոտնձգություն անել, եկել են նկաների հետ կռիվ են տալի այդ մարդու։ Եվ այս ամենը ձեր գնահատմամբ մինչև ուր է գնալու եւ ինչքան է տևելու այսպես։ Սիրելի հայրենակիցներ, սա արդեն վերջն է, իրանք բոլոր կարմիր գծերը հատել են։ Մեկ նախադասությամբ, մեր թշնամու կողմից պարտադրված առաջադրանքները ի կատար են ածում Հայաստանում։ Դրա վառօրինակներ 2 օր առաջ, որ դրանից այն կողմ էլ ցավ ու խայտարակություն չկա, գրոհեցին վեհարանի վրա։ Էլ դրանից հետո ինչին զարմանաք։ Էլ զարմանալու բան չկա, ժողովուրդ։ Լռեք ու հանդուրժեք, վերջը մոտ է։